Լատենանք չորացեմ էդ պիտանա։ Չորա։ Լավ չորացել է։ Այսքան առաջ եկա։ Լավն է։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան։ Ինչպե՞ս եք։ Առավոտյան ժամերն են, արևը նոր է ձագել, ամպեր էլ կան հավաքված, երեք անձրև չեկավ, և մեր արածին այդ բիտոնը լավ մնաց չորացելը, եթե անձրև կար, դե ամեն դեպքում կփակեինք, բայց այն չեր լինի, ինչ-որ չոր եղանակին, ահա, քանի որ իմ դրսի կոշիկները մյուս կողմում է, քանի որ պատուհանով էի դուրսում ներսանում, հիմա եկեք գնանք, չգիտեմ ինչ եմ սենց դողում, բայց լավ էլ չորացել է, և առաջ գնանք, արդեն քայլերս արագացնեմ, ակացիները չորացել են այնտեղ, և գեղեցկացնում եմ իմ առանձնատան շրջակայքը, մեղվանոցս, ամփուշմոշի թփերս, սա մայր թուփն է, ամենառաջվա թուփն է, սիրելի հետևորդներ ջան, այն օրը քաղել էի, բայց էլի քաղելու կա այստեղ այնտեղ, այն անգամվա պես շատ չէ, բայց հերթով գալիս են, տեսնում եք, այն առատ ծաղկածը արդեն բերք է դարել, այն կողմին ինչքան կա, աչքով են անում, նաև մշակելու է այս ծառը, այս թուփը, դե ծառը էլ ինձանից բոյով է, հլա ուր է հասնում, տեղցենիս, ծաղիկներս մյուս կողմում արդեն գիտեք, սիրել հետևորդներ ջան, շտապեմ, հավերիս ցորեն տամ, թուղսերին ցորեն տամ, ճուտիկներին, թուղսմայրիկներին, մի խոսքով կերակրեմ, դա մի քիչ ժամանակ է պահանջում, այդ գործերով ձեզ չեմ միանում և արդեն իմ խոհանոցից ձեզ կմիանամ։ Իմ խոհանոցից ամեն շատ է գալիս, մի հատ կոֆե եփենք, սա իմ երկրորդ կոֆեն այսօր, սիրելի հետևորդներ ջան, միացեք իմ երկրորդ կոֆեի ժամին, վարպետը դեռ չի եկել, այսօր մի քիչ ուշ է գալու, ես էլ այս ընթացքում լիքը գործեր եմ արել, այդ անուշ հոտը որ գալիս է, հասցրել եմ համովություն պատրաստել, տեսնում եք, որ եռում է, կոֆեն լցնեմ, հետո տեսնենք, ինչ աստիճանի է հասել, այստեղ նաև կարտոշկա եմ գնել, ըմբաղջի կարտոշկեն է, մանրոխոշոր, և այսպես, կարծում եմ, մեր կոֆեի ջազվին չեն վնասի, այսպես, տակ է, ձմերը տակը դուր է գալի, ամառը ոչ, ուղ, այս ինչ լավն է, այս ինչ սիրուն է, այսպես, և մի հատ տակու երեսան ենք ուրեմն էստեղ, բանջարեղեններ են, առանց սոխերածի, սոխը վերջացել էր, այսինքն այստեղ յուղ էլ չկա, սիրելի հետևորդներ ջան, այդպես էլ ենք կարողանում, չէ՞, համովություն պատրաստել, ահա, պատրիճան, բիբար և պամիդոր, լավ ինքը խաշվել է, մի քիչ էլ ես օգնեմ մանրանա, մի քիչ էլ սենց կերա, քանի որ ես սիրում եմ, որ այս համովությունը լավ տապակվում է և հալվայի պես հալվում է բերանում, գրեթե հավասար խավիարին պատրիճանով, երբ որ խավիար ենք պատրաստում, սա նաև կարող է դառնալ աճոքսանդալ, բայց
կանաչ լոբին, երբ որ բացակայում է, չենք կարող ասել, թե սա աջափ սանդալ է։ Սա ուղղակի բանջարեղենների, դա պակասենք, կարտոֆիլը ավելացնելու եմ, քիչ անց։ Մարմանդ կրակով է եփվում և նորից ծածկը թողնեմ, մի քիչ էլ մարմանդ եփվի, շատ քիչ, ընդհանրապես որ կոֆեն եփվի, վերցնեմ, իմ կոֆեն լսեմ, հետո արդեն կարտոշկան կլեցնեմ, սիրելի հետևորդներ ջան, և ինձ մնում է մի փոքր սպասել։ Կոֆես էլ եփվեց, հիմա տեղը կազատվի, ես էլ հանգիստ այդ համուրությանը ընթացք կտամ։ Երբ որ տեղում լսնում ենք, այդ խշխշոցները արդեն տեսնում և լսում ենք։ Այսպես, հիմա իմ բաժակը մի կողմ, նորից բացեմ, մի փոքր էլ պտտեմ, տեսախցիկ այդ կողմ, սիրելի հետևորդներ ջան, մարմանդ հավեսով, այստեղ լրիվ պամիդորի հյութն է, որին արդեն գումարվում է բադրիջանի հյութը, ամեն դեպքում կա ջրիկություն չէ, այդ իր մեջ պարունակում է, մի քիչ էլ բիբարից և արդեն լավ միախառնվել է, և արդեն կարող եմ կարտոֆիլը լցնել, ուրեմն ամենամանրերը, քանի որ այս ջուրը մաքուր է, ձեռքերս նույնպես, փոխանցելով իմ ձեռքի համի ուժը, այս մանրերը այսպես եմ լցնում, որպեսզի հետաքրքիր լինի այս համովությունը, իսկ մնացածը արդեն մասերի բաժանեմ։ 2 կես, եթե մի քիչ մեծ է, ապա 4։ Այսպես շարելուց հետո չեմ խառնելու։ Դե գիտեք, սիրելի կանայք և աղջիկներ, որ այսպես էլ է պատահում։ Միշտ սիրել եմ, որ ջրքամել եմ, նոր եմ լցրել, բայց այս անգամ այսպես դասավորվեց, չի խանգարում։ Այս ճաշը անուն չունի, սիրելի հետևորդներ ջան։ Մենք կարող ենք մեր եփած կերակուրներին անուն տալ, ասել համովություն, օրինակ, ինչ ուզենք։ Երբ որ փոքր երեխաներ ունենք, փոքր երեխաներին այս տիպի ճաշեր մատուցելիս ասում ենք համով ճաշիկ։ Այսպես և ձեռքերս սրբեմ այս կողմ։ Ուրեմն այդ աքլորի բուլյոնը այս շերեփով ուզում է յուղը քաշել և ամբողջ յուղը հիմա որ հալվել է այս շերեփի վրա է, դրա համար այստեղ մի քիչ կթողնեմ, յուղը կգնա ներքև տաքությունից և բուլյոնն եմ ավելացնում, տեսնում եք ինչքան յուղոտ է, հնարավորինս ուզում եմ այդ յուղը գնա ու քանի որ մարմանդ կրակի վրա է եփվելու, այստեղի չի թափվի։ Սա նույնպես ավելացնելու եմ, երբ որ մի քիչ եփվի և տեղ մնա։ Շատ համով է լինում։ Շերեփը առայժմ մեջ թողնում եմ, յուղը քաշվի վրայից, հետո կվերցնեմ։ Եվ նույն ձևի մարմանդ կշարունակվի եփվել։ Ես էլ կոֆես վայել եմ, սիրելի հետևորդներ ջան, և մի շատ լավ գործով ձեզ կմիանամ։ Շոքի ճռեկը դուսա եկել, ենքան շոքա։ Ժամը 12-ի կողմերն ասրելի հետևորդներ ջան, ես կողմը դեռ շվակ հանգած։ Մինչև որ արև կփեքվի, որ ուղիղ էստեղ արդեն ինչքան շոքացնում է, դե օգոստոսն է, բնական է։ Շոքի ճռեկն էլ է, շոքից արդեն ճռճռում է, ձայնը լսվում է։ Սիրելի հետևորդներ ջան, այս տետրը իմ մայրիկի տետրն է, և այն ինչ ուզում եմ պատրաստել, իմ մայրիկի բաղադրատոմսն է,
Մայրիկս շատ էր սիրում, որ էջանիշի փոխարեն ծաղիկներ դնել, եւ ահա ծաղիկի պոչը հիմա բացեմ։ Իհարկե նախապես պոչը ներքև էի բերել, որ ես հեշտությամբ բացեմ։ Սա ծաղիկն է, արևածաղիկն է, բոլորիս ծանոթ։ Զգուշորեն մի կողմ դնեմ, քանի որ այսքան տարի սրբորեն պահել եւ պահպանել եմ։ Սիրելի հետևորդներ ջան, մոշի գինի եմ ուզում պատրաստել իմ մայրիկի բաղադրատոմսով։ Այստեղ ահա խնդրեմ ամեն ինչ գրված է, քանի որ ես արդեն լավ գիտեմ, դրա համար պետրակը զգուշորեն մի կողմ եմ դնում, տեղավորելով արևածաղիկը որպես էջանիշ։ Անգամ կազմը չեմ փոխել, ահա առաջվա տարիների կազմը չեմ փոխել, որպեսզի ամեն ինչ պահպանեմ, այնպես ինչպես որ եղել այն մայրիկի ձեռքում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա առայժմ ես կողմ, ուրեմն մոշի գինու համար արդեն գիտեք, որ մոշ եմ քաղել եւ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, այս մեկը ամենաառաջվա քաղածն է, այստեղ 1 կիլոգրամ մոշ է պարունակում, որից հետո այս մեկը այստեղ 2 կիլոգրամ բացեմ, որպեսզի տեսնեք։ Ահա խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, հետո այս մեկն եմ քաղել։ Այստեղ նորից 2 կիլոգրամին մոտ մոշ է, այս մեկը այս վերջին օրերին քաղեցի ձեր հետ, ահա, այստեղ 2 կիլոգրամ է։ Գումարում ենք իրար եւ մոշի գինի ենք պատրաստում։ Կարիք չկար, որ կշեռ բերեմ եւ կշռեմ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այստեղ շաքարավազ, այստեղ այն ամանը, որի մեջ պետքա գինին խմորվի։ Սրա մեջ ջուր է։ Սկզբում մտածում էի, որ այս տակառիկի մեջ կպատրաստեմ գինին, բայց մտածեցի, միգուցե ջուրը որ լցնեմ չհերիքի իր խմորման համար։ Այստեղ թաց անձեռոցիկ եմ բերել, այստեղ նաև սովորական կարտոֆիլ տրորելու համար տրորիչը։ Այստեղ ձեռնոցներ, որը նվեր էի ստացել տիկին Սոնիկի կողմից եւ այսքան ժամանակ չեմ օգտագործել։ Բացում եմ, բայց չգիտեմ, ձեռնոցով կանեմ, թե ուղղակի իմ ձեռքով կանեմ, փոխանցելով իմ ձեռքի համի ուժը։ Ես շատ եմ սիրում, երբ որ ձեռքի համը փոխանցվում է, այստեղ ամուր է փակված, տեսնում կարող եմ այսպես բացել, թե մկրատի կարիք կլինի, կամ էլ այսպես ուղղակի փորձեմ բացել։ Դե, չբացվեց, մի կողմ դնեմ և սկսեմ, քանի որ շուտով արև այս կողմը անկնելու սիրելի հետևորդներ ջան, այն համով ճաշը եփվում է մարմանդ կրակի վրա եւ արդեն գործս նստած չեմ անելու, պիտի ոտքի կանգնեմ։ Այստեղ եմ փոքր քոթուտն եմ բերել, միգուցե երբեմն էլ ուզենամ նստել, բայց գերադասում եմ համ տետրը տուն տանել, համ էլ մկրատ բերեմ, կտրեմ ձեռնոցը, միգուցե միտքս փոխեմ ձեռնոցով անեմ։ Պատահումա չէ, որ ամեն բան պատրաստում ենք, հետո մի աննշան բան, ոնց որ դուրս է մնում այդ ամենից եւ հիմա մոտեցրի մկրատը, որպեսզի կտրեմ։ Մտածում էի, որ դե ցելոֆան է, տոպրակ է, կքաշեմ կբացվի, բայց փաստորեն ամուր էր։ Ամեն բացեմ, տեսնեմ, ինչ ձեռնոցա, որ այսքան ժամանակ ես չեմ օգտագործել։ Այսպիսի ձեռնոց է, սիլիկոն է, շատ ամուր է, տարբերվող մյուս ձեռնոցներից։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, բայց ես չեմ ուզում ձեռնոց հագնել, քանի որ ուզում եմ իմ ձեռքերի համի ուժը փոխանցել այս մոշի գինին ստանալու համար։ Սա մի կողմ եմ դնում, մեկ ուրիշ տեղ կօգտագործեմ։ Նախապես բացում եմ, պատրաստում եմ, շոք է, քամի չկա և չեմ կարծում, որ ինչ-որ մի բան այստեղ կլցվի։
Մոշը չենք լվանում, սիրելի հետևորդներ ջան, պետք է առանց լվանալու։ Հիմա տեսեք, թե ինչքան խոշոր մոշ է։ Գիտեք, որ ես ամփուշ մոշի շատ տփեր ունեմ, մի հատ խոշորությանը նայեք, բոլորը այդպես խոշոր հատնտիր, կոմպոտ չեմ արել, մուրաբա չեմ արել և չեմ անելու, անցյալ տարվանուց դեռ շատ կոմպոտներ ունեմ, մոշի կոմպոտ ունեմ, նույնիսկ սարի մոշի կոմպոտ ունեմ և որոշեցի, որ մոշի գինի պատրաստել և նաև մաճառը ստանալ, սիրելի հետևորդներ ջան։ Այս պահին, եթե այսքան մոշը ես վաճառեմ, ես գումար կվաստակեմ, քանի որ գիտեք, որ հատկապես ամփուշ մոշը ինչքան թանկ է վաճառվում, մեր գյուղում մյուս շրջաններից բերում են և 1500-1700 կիլոգրամը մինչև 2000-ի հասնում է, նայած թե ինչ չափի է խոշոր, մի խոսքով այսքանը եթե գումարի վերածենք, ձեռքից գումար կլինի, բայց գերադասում եմ համով գինի և մաճառ ստանալ իմ աճեցրած ամփուշ մոշից, այն էլ, սիրելի հետևորդներ ջան, մայրիկիս բաղադրատ ամսով։ Նախքան սկսելը պետք է մոշը լավ ճմռել, քանի որ սա կարող եմ հենց այստեղ ճմռել, միանգամից ուզում եմ այստեղ լցնել, տանը ինձ ավելի դժվար կլիներ, այս ամանն էլ թափանցիկ է և հեշտ տեսանելի ձեզ։ Տեսեք ինչքան ընտիր է, մաքուր է, մաքուր հատիկ-հատիկ քաղած է, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ ես ավելի հեշտ կլինեմ։ Միանգամից կլցնեմ, միանգամից կճմռեմ ձեռքով։ Այս մեկը ջուր է հավաքել, քանի որ ամենաառաջի քաղածներ։ Ոչ մի գրամ չկորցնենք։ Հետո սա, փաստորեն մենակ առաջի քաղածներ ջուր հավաքել։ Դե գիտեք, որ սառնանում ա եղել, մի տեսեք, ես ինչքան խոշոր ա, հատնտիր ա։ Այս մեկը ջուր չէր հավաքել։ Հիմա ամաններից ազատվեցինք։ Եվ ահա, երևում է թափանցիկ ամանի մեջ, մոտեցնեմ, քանի որ լույս ու ստվերը նայեք, գիտեք, որ ուժեղ արևին, երբ որ ստվերում ենք լինում, մի քիչ այն չի երևում, այստեղ իմ գեղեցկուհիներին եմ մի կողմ հավաքել, դեռ ժամանակ ունեմ, քիչ անց վարպետները գալու են, երկու վարպետն էլ գալու են և ամենը իրենց գործն են անելու, այդ մասին առանձին վլոգում, սիրելի հետևորդներ ջան, այս վլոգս ուզում եմ հատկացնել մոշի գինի և մաճառ ստանալու գործողությանը, թեպետ է վաղ առավոտյան ես ինչքան շատ գործեր եմ արել և իմ համովություն եփելով ձեզ միացա, դե առանց դրա էլ չի լինում։ Հիմա սկսում եմ ճմռել, ասում եմ ուրախության, մեկավոր արձակուրդեմ գործի գնալու համար, խնդիր չկա, չուզեցի նաև այն տրորիչով տրորել, սիրելի հետևորդներ ջան, ես ուղղակի մոտեցրել էի, որ ձեզ ասեմ, որ կարող եք նաև այդպես անել, բայց թե լավ գիտեք էլի, ձեռքի արածը ոչ մի բան չի անում, անգամ եթե ձեռնոց ենք հագնում։ Իմ դրական էներգիան փոխանցելով այս մոշի գինին և մաճառը, որ ուզում եմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, ձեր հետ միասին, այս ընթացքում, որ ձեզ եմ միացել և բլոգերությամբ եմ զբաղվում, ինձ շատ հաճելի է իմ գործերով կիսվել ձեր հետ, ստեղծելով մի մեծ յութուբյան ընտանիք, սիրելի հետևորդներ ջան, մեկս մեկիցս մի բան ենք սովորում, ես էլ ձեր գրած ջեմ տողերից ինձ շոյված, հարգված և սիրված եմ զգում, քանի որ երբ որ օտար մարդիկ մեկը մեկի լավն եք ամենում, երբ որ օտար անծանոթ մարդիկ ջերմ ողջույններ են փոխանցում և այնպիսի տողեր եք գրում ինձ, որ երբեմն պատահում է հուզմունքից փշաքաղվում եմ, շնորհակալ եմ, որ կաք իմ կողքին, շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում, միշտ առողջ եղեք, սիրելի հետևորդներ ջան, ահա, ահագին ճմռել եմ, մի տեսեք,
մոշի գինին դելիկատես է համարվում եւ աշխարհում տարածված է, շատերն են անում, բայց ոչ բոլորը։ Իսկ ովքեր որ անում են, շատ խնամքով են անում։ Մոշը աճեցրել եմ, քաղել եմ, կոմպոտ չեմ ուզում անել դեռևս։ Մի տեսակ ոնց որ հագեցել են կոմպոտներից, հատկապես որ թորներս են գալու։ Գերադասում եմ այս ամռան շոգին իմ թորների համար սառեցնել եւ այդպես անուշկան են։ Հաշված օրեր են մնացել։ Սպասենք լավ նորությունների։ Պետք է հատիկ առ հատիկ ճզմել, սիրելի հետևորդներ ջան։ Մոշը խաղողի նման հեշտ չէ, ինքը նաև պնդություն ունի եւ պետք է լավ ճզմել։ Մի քիչ երկար կզբաղվեմ այստեղ։ Մի քիչ ճզմելուց հետո նորից ձեզ կմիանամ։ Ճաշի անուշակը բակում եկել ատարածվել, սիրելի հետևորդներ ջան, գործս այնտեղ թողեցի, ձեռքս լվացի մի փոքր ջրով, որպեսզի ճաշին հետևեմ։ Գնացել եմ կանաչի եմ քաղել, ռեհան եմ քաղել, լվացել եմ պատրաստ է, ձուն լվացած եւ կոտրեմ։ Երբ որ ձու եմ լցնում, կրկնակի համով է լինում։ Ընտիր, երկուսն էլ ակլուրի ձու է, այսինքն սրանից կարող է ջուտիկներ դուրս գալ, այսպես, ես ինչքան է սիրունացել, կրկնակի, ես կմբերեմ, մի հատ թեթևակի տակու երեսանեմ, ասեմ, որ այնքան արգանակը լրիվ լցրել եմ, այս ամանով, այսքան ամենացել տակը, տիրություն, տակը չի կպել, քանի որ գիտեք, որ բանջարեղենները, հատկապես բադրիջանը, կպչելու հատկություն ունի, հատկապես էլ, որ ես այս բարակ թավայի մեջ պատրաստեցի այս համովությունը, հիմա սկզբի համար ձուն եմ լցնելու, արեմ, վերջում կանաչին, եմ պատրաստ եմ, չմոռանալով աղի մասին, աղը երկրի համն է, սիրելի հետևորդներ ջան, ինչքան ուզում է համով բաներ պատրաստենք, եթե աղ չլցնենք, հեչ համով չի լինի, անգամ եթե ուտելիքը մի փոքր անալի է լինում, իրական համը չի զգացվում, բայց եթե աղի է լինում, այ արդեն հետ էլ ուրիշ բան, պես, չեմ թողնում, որ այդպես էլ մնա, խառնելու եմ, տակու երես եմ անելու, եթե այդպես թողնում, ձվածար կդառնա, իսկ ես դա չեմ ուզում, խառնեմ, որ համընդհանուր տարածվի և ձվի համը ամեն մի պատառի հետ լինի։ Եվ կանաչին, որ լվացել, պատրաստել եմ այստեղ, դեռ չի ինձ համակել, ջուրը կատկթում է, ռեհան է, երկու գույնով։ Էլ չեմ դասավորում ուղղակի, սենց բռիս մեջ եմ դասավորում, պարտադիր չէ շատ մանր կտրել, այսպես, ճաշի հոտը ձեզ հասավ չէ հիմա, հատկապես, որ ռեհանն եմ կտրում, ռեհանի բույրը, բարբերվող բույրը, աղը, և կանաչին, պատրաստ է այս համով ճաշը, այս համովությունը, քանի որ ասեցի այս ճաշը անուն չունի, բայց ինչև է կարող ենք չէ անուն կպցնել և ասել ակլորի արգանակով, բանջարեղեններով համովություն, արդեն կարող եմ անջատել, հետևակի ուղղակի եզրերից այսպես հավաքել, որ աղը լավ տարածվի, ճաշը պատրաստ է, ուրեմն տանկինը հանգիստ է։
ճաշը եփելուց հետո եկել եմ ու այս տրորիչով եմ սկսել, նույնպես շատ հարմար է, սիրելի հետևորդներ ջան։ Ուղղակի օգտագործեցի, որ միգուցե մարդիկ լինեն, որ խուսափեն, մտածեն, որ ինչու ես չօգտագործեցի, եթե լավը լիներ կօգտագործեի, հատկապես որ ոտձեռնոց օգտագործեցի, սա էլ մի կողմ դրեցի։ Ահա, վերջնական, այսպես, հավեսով, սիրուն, թանձր զանգվածա ստացվել, մինչև որ մի քիչ էլ այսպես կտրորեմ այս տրորիչով, մոշի գինու օգտակար հատկություններից մի քանի բան փոխանցեմ ձեզ, միակ գինին է, որ արյան ճնշումը չի բարձրացնում, ես ինքս արյան ճնշման խնդիր չունեմ, ես դա ուղղակի կարդացել եմ, շատերն են ասում, ես իմ սեփական փորձը չունեմ, քանի որ ես ճնշման խնդիր չունեմ, նաև շաքարի խնդիր չունեմ, ասում են, որ նաև շատ օգտակար է շաքարով հիվանդ մարդկանց, այսինքն դիաբետիկներին, եւ նաև շատ լիքը օգտակար հատկություններ, այդպես տղամարդկանց ուժի համար, արյունն է վերականգնում, նաև այս գինին արյունը չի ջրիկացնում, ի տարբերություն խաղողի գինին, որ արյունը ջրիկացնում է, չէ, ասենք կան մարդիկ, չէ, որ խիտ արյուն ունեն եւ խաղողի գինին օգտագործում են, որպեսզի իրենց արյան մակարդելիությունը գա եւ լրանա նորմալի վրա հասնի, իսկ մոշի գինին արյունը չի ջրիկացնում եւ հենց ի սկզբանե նորմայի վրա էլ պահում է, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ ինչ վերաբերվում է մաճարին, մաճարը դե գիտեք, որ արդեն գինուց առաջ է, մինչև որ կդառնա գինի, կխմորվի գինի կդառնա, եւ մաճարը արդեն կարողանում է նաեւ երեխաները խմել, մի քիչ ինքը նմանվում է գազավորված ըմպելիքի, եւ դա երեխաներին շատ է դուր գալի, երեխաներին նույնպես շատ օգտակար է եւ շատ առողջարար է, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, այստեղ արդեն բավականին ես այս տրորիչով ճզմել եմ եւ հիմա արդեն կհանեմ ու ձեռքով կշարունակեմ, բայց դեռևս ձեռքերս չեմ ուզում մտցնել այդտեղ, քանի որ պիտի շաքարավազ լցնեմ մի քիչ։ Այստեղ կափարիչ ես կողմ բերեմ, մեկ-մեկ քամի է բարձրանում, սա էլ թեթև է, հույս ունեմ չի քշի։ Այս տակառիկում ջուր եմ լցրել նախապես, որ ես հեշտ օգտագործեմ, այս այն կողմ չգնա։ Հիմա այս սիրուն սրտիկով թավայով մի հատ այս ողողեմ, հա։ Ամանները տուն եմ տարել, այստեղ իմ սեղանը, իմ շուրջը սիրուն եմ պահում, սիրում եմ ամեն հարցում, ամեն գործում, իմ շուրջը մաքուր ու կոկիկ պահել, այդպես։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այստեղ շաքարավազն է, այս ապակե բմբուլիկներով բաժակը մշտապես այս ամանի մեջ եմ պահում, քանի որ պոչով է եւ շատ հարմար է։ Քանի որ ես վաղուց չեմ օգտագործել, շաքարավազը դե գիտեք հատկություն ունի մի քիչ հավաքվելու, պնդանալու, շերտավորումներ ձևավորելու։ Շատ պետք չէ լցնել, քանի որ մոշը ինքը քաղցրություն ունի, հատկապես որ ես նպատակ էի դրել, որ պիտի գինի պատրաստեմ եւ մի քիչ թողել էի։ Հիշում եք, որ քաղելու ժամանակ ձեռքիցս ընկնում էր, ինքը ինքան հասունացած էր, բայց այդ ժամանակ դեռևս գաղտնիքը չէի բացում, որ այսօր ձեզ ասեմ այդ մասին եւ դուք հաճույքով դիտեք։ Ահա, մեկ բաժակ շաքարավազ, հենց այսպես լցնում եմ։ Օրինակ, կան մարդիկ, որ գոլ ջրով բացում են, դրա կարիք չկա, քանի որ եղանակը շատ շոգ է։ Այդքանը, սիրելի հետևորդներ ջան, մեկ բաժակ շաքարավազ, այլևս մեզ պետք չէ, դա լցնում եմ խմորման համար, որպեսզի ինքը խմորման գործընթացը լավ ընթանա։ Այստեղ թաթանձեռոցիկ եմ բերել, միգուցե պետք կար, չգիտեմ, եւ հիմա արդեն այստեղ էլ ջուրը նախապես բացեմ, որ ես հետո հեշտ լինեմ, քանի որ արդեն ինձ ջուր է պետք գալու։ Ձեռքով այս շաքարավազը եւ մոշի այս մասսան արդեն ճմրած լավ մածուցիկ է։ Այստեղ շատ արագ կհալվի մեկ բաժակ շաքարավազը, քանի որ եղանակն է լավ տաք է։ Արևից արդեն դրսի տակից այս ամանը պլաստմասե բարակաման է, արդեն տաքացել է։
Ձեռքիս մեջ արդեն զգում եմ, որ շաքարավազը հալվեց շատ արագորեն, քանի որ այստեղ տաքացել է։ Մի հատ էլ ամեն դեպքում մատերով զգամ, որպեսզի ամեն մի մոշի հատիկը ճզմված լինի, այսպես։ Դեռևս կա հատիկներ, որ դուրս է մնացել, թե իմ ձեռքից եւ թե տրորիչից։ Հիմա դա էլ տրորեմ։ Եվ քիչ-քիչ ջուր եմ լցնելու։ Աստիճանաբար։ Հիմնականում այս եղանակով, որ ես պատրաստում եմ, պետք է տվյալ տարայի բերանը լայն լինի, որ այս գործողությունը հեշտ կատարվի։ Իսկ եթե այսպիսի տարաներ ձեռքի տակ չկա, կարող եք նաև առանձին ամաններում տրորել եւ լցնել ապակե մեծ բանկայի մեջ։ Ձեռքիս մեջ զգում եմ, որ շաքարավազը լավ հալվել է, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն կարող եմ ջուրը լցնել, բայց էլի աստիճանաբար։ Ահա այդպես թափանցիկը եւ ձեզ լավ տեսանելի է։ Այստեղ դեռևս շատ թանձր է, ահա այսպիսի թանձր պարունակություն է։ Կորիզները փայլփլում են, քանի որ մոշի կորիզները սպիտակավուն են։ Եվ այս մուգ կարմիր սևին խփող գույնի մեջ կորիզները փայլփլում են։ Ջուրն էլ տաքացել արևից։ Դրա համար վստահաբար շաքարավազը միանգամից լցրի։ Սիրելի հետևորդներ ջան, խմորման ընթացքը կայանում է մի քանի օր, բայց ամեն օր, առավոտ եւ երեկոյան, այսինքն օրը 2 անգամ պետք է խառնեմ փայտե գդալով։ Այդ ընթացքում նաև պետք է պահը բաց չթողնեմ, որպեսզի մաճառը վերցնեմ, քանի որ դա, եթե այդ պահը բաց թողնեմ, մաճառ չեմ կարող վերցնել, այդպես մի քիչ գազավորված ըմպելիքի պես, սիրելի հետևորդներ ջան, կծկծան, ոնց սիրում ենք ասել, եւ որից հետո, ինչքան որ պետք է մաճառ կվերցնեմ, մնացածը գինի կդառնա, երբ որ այդ ընթացքը կայանում է այդ օրերին, ինքը երեսը փրփուր է բռնում, տակը նստվածք է թողնում, երբ որ պատրաստ է լինում, ուշադիր հետևում եմ, այդ փրփուրը զգուշորեն վերջում հավաքում եմ եւ զգուշորեն գինին վերցնում եւ քամելով լցնում եմ արդեն ապակե տարայի մեջ, բանկայի մեջ, հենց որ հասնում եմ արդեն տակի նստվածքին, այդտեղ էլի զգուշորեն քամ եմ դնում, որպեսզի ամեն մի կաթիլ վերցնեմ եւ արդեն գինին պատրաստ է լինում։ Մաճառն էլ դե, անի որ մաճառը չենք կարող երկար պահել, այդպես սենյակային ջերմաստիճանի տակ, վերցնելուց հետո կարող ենք սառնաանում պահել, որպեսզի երկար վայելենք մաճառը։ Դեռևս թանձր է եւ ես ջուր եմ ավելացնում։ Ձեռքի մեջ զգում եմ, այստեղ լիտրաչափը այդքան կարևոր չի, ինչքան որ աչկաչափը, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ աչկաչափով արած գործը նույնպես շատ լավն է լինում։ Ձեռքի զգացածը, ահա ձեռքիս մեջ զգում եմ, որ դեռևս ինքը թանձր է եւ դեռևս ջուր է պահանջում։ Ձեռքս այնքան եմ թողնելու, մինչև որ ես զգամ, որ այստեղ էլ ջուր ավելացնել պետք չէ, քանի որ անդադ պիտի այսպես խառնեմ։ Եթե ցանկություն կունենաք գինի պատրաստելու մոշից, նաև մաճառը ստանալ, ապա կարող եք հետևել իմ ալիքին։ Եվ եթե այս եղանակը ձեզ դուր եկավ, հենց այս եղանակով պատրաստել։ Այսքան ջուր լցրի, բայց իր ագույնը դեռևս մուգ է։ Պատկերացնում եք, թե ինչ համով մաճառ ու գինի է լինելու։ Ջուրը լցնում ենք, քանի որ մոշի հատիկները հիմնականում պտղամիս է,
համեմատած խաղողի հետ, սիրելի հետևորդներ ջան, խաղողի տեսակներ էլ կան, որ իրենք պտղամիսը շատ է, ես այդպիսի խաղողի տեսակ ունեմ, որ ավելի շատ պտղամիս է, քան թե ջրիկությունը, այնպես որ չզարմանաք, որ այսքան շատ ջուր եմ լցնում, երկու հատ էլ լցնեմ, արդեն հերիք է, այլևս շաքարավազ չեմ լցնելու, որպեսզի իր համն ու հոտը պահպանի, ոչ թե քաղցր ջուր խմենք, այլ իսկական մաճառ և գինի, ահա, ընտիր, ոնց որ թեյլի ա ուզում, արդեն լավ է, ահա, արդեն ջուր է, այսպես ջուր է, որ ասում եմ ջուր է, բայց թանդրություն ունի դեռևս, սիրելի հետևորդներ ջան, ահա, ձերս է կարմրեց, հիմա որպեսզի շարունակեմ ես այստեղ մաքուր աշխատել, մի հատ է սենց, ձերքս լվամ ես գոմ, քանի որ թփերն ստեղ են, ոչ քաղեմ, ահա, հենց իմ կողմն էր, ահա, սիրելի հետևորդներ ջան, ես էլ լվամ, ոչի հատիկներ անուշանեմ, սիրելի հետևորդներ ջան, մոշի հատիկները վայելելուց հետո վայելում եմ նաև այս բույրը, սա կարելի է ասել մոշի հյութ է, այս պահին կարելի է սառեցնել և այսպես էլ խմել, շատ հաճելի կլինի ավելացնելով սառույցի կտորներ, համարում եմ, որ գինին արդեն պատրաստ է, ամեն բան արված է, բույրը շատ ընտիր է, աննկարագրելի, եթե ձեզ դուր եկավ, կարող եք հենց այս տարբերակով փորձել և կհամոզվեք, որ այս վիճակում յուրահատուկ բույր է գալիս, հիմա փակում եմ, որ այդ բույրերը չգնան, սա ամուր է փակում, շատ ամուր է փակում, կարիք չկա մարլայով, տակից մարլայով կան չէ, որ ասենք գինի պատրաստելիս, մարլայով փակում են և այլն, բայց գիտեք, թե սա ինչքան ամուր է փակում և դրա կարիքը չկա։ Եվ ավարտեմ վլոգը սիրելի հետևորդներ ջան արդեն, արդյունքի մասին իհարկե կկիսվեմ ձեր հետ, գինին ձեր հետ կպատրաստեմ արդեն, երբ որ հասունացած լինի, ժամանակը գա, Աստծու հաջողությունով ձեզ կմիանամ այդ ամենով կկիսվեմ ձեր հետ, հաճելի էր, որ ես այս ընթացքով կիսվեցի ձեր հետ և դուք էլ եղաք իմ զրուցակիցը, պակա, պակա, պակա։